2024 թվականի հունիսի 11-ի ուշ երեկոյան Երևանում տեղի ունեցած կրակոցները կարճ ժամանակում դարձան հանրային քննարկման թեմա։ Շինարարների փողոցում հնչած կրակոցները սկզբում ներկայացվեցին որպես հերթական ծանր հանցագործություն, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ դեպքը կապված է քրեական միջավայրում հայտնի մի անվան հետ։ Կրակոցների հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց մահացավ։ Ավելի ուշ իրավապահ մարմինները հաստատեցին զոհի ինքնությունը։ Սպանվածը Սերգեյ Գրիգորյանն էր, քրեական շրջանակներում հայտնի Ֆազ մականունով։ Ֆազի մահվան լուրը արագ տարածվեց ոչ միայն լրատվամիջոցներում, այլև քրեական ենթամշակույթի ներսում։ Նրա անունը տարիներ շարունակ հայտնի էր որոշակի շրջանակներում, եւ շատերի համար նրա սպանությունը անակնկալ չէր, այլ սպասելի ավարտ երկարատև հակամարտությունների համար։ Սերգեյ Գրիգորյանը հանրային կյանքում հայտնի մարդ չէր։ Նրա անունը հայտնվում էր հիմնականում քրեական քրոնիկաներում, իրավապահների հաղորդագրություններում եւ դատական միջադեպերի նկարագրություններում։ Քրեական միջավայրում Սերգեյ Գրիգորյանը համարվում էր շրջանային մակարդակի ազդեցիկ անձ։ Նրա գործունեության մասին մանրամասները միշտ չէ, որ հրապարակային էին, սակայն նրա անունը կապվում էր տարբեր կոնֆլիկտների, բախումների եւ ազդեցության գոտիների հետ։ Ֆազ մականունը տարիների ընթացքում դարձավ նրա անձի անբաժանելի մասը։ Քրեական աշխարհում մականունը ոչ միայն անուն է, այլ նաև կերպար, համբավ եւ անցած ճանապարհի արդյունք։ Այդ մականունը օգտագործվում էր թե նրա համախոհների, թե հակառակորդների կողմից։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն Ֆազը հայտնի էր կոշտ բնավորությամբ։ Նա հաճախ էր հայտնվում կոնֆլիկտային իրավիճակներում եւ չէր խուսափում բաց հակասություններից։ Շատ դեպքերում այդ հակասությունները ավարտվում էին ուժային միջամտությամբ։ Տարիների ընթացքում Սերգեյ Գրիգորյանի անունը հայտնվել է մի շարք միջադեպերի համատեքստում։ Դրանցից մեկը, որը մեծ արձագանք էր ստացել, տեղի էր ունեցել դատարանի տարածքում։ Մի քանի տարի առաջ Կենտրոնի եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանի բակում տեղի էր ունեցել ծեսկռտուք։ Միջադեպի մասնակիցներից մեկը Սերգեյ Գրիգորյանն էր։ Այդ դեպքը լայնորեն լուսաբանվեց, քանի որ այն ցույց տվեց, որ քրեական հակամարտությունները երբեմն դուրս են գալիս բոլոր սահմաններից, հասնելով անգամ դատական համակարգի տարածք։ Դեպքից հետո իրավապահները միջամտել էին, իսկ Գրիգորյանը հայտնվել էր քննության շրջանակներում։ Այդ միջադեպը եւս մեկ անգամ ամրապնդեց նրա հեղինակությունը քրեական շրջանակներում, բայց միևնույն ժամանակ ավելացրեց հակառակորդների թիվը։ Սերգեյ Գրիգորյանի կյանքի կարևորագույն հատվածներից մեկը նրա հակամարտությունը Ռուստամ Ստեփանյանի հետ, ով հայտնի էր Չաղ Ռուստամ մականունով։ Այդ հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորել էին նոր գործողությունների եւ կյանքում առաջացող վտանգների տրամաբանություն։ Ըստ իրավապահների եւ մամուլի հրապարակումների հակամարտությունը սկիզբ էր առել դեռևս 2018 թվականին։ Նախնական կոնֆլիկտները անձնական բնույթ էին, սակայն հետագայում դրանք վերաճեցին քրեական թշնամության, որտեղ ավելացավ նաեւ ֆիզիկական ուժի կիրառման վտանգը։ 2020 թվականին սոցիալական ցանցերում հրապարակված վիրավորական գրառումներ եւ փոխադարձ սպառնալիքները խորացրեցին հակամարտությունը իրավապահների գնահատմամբ։ Այդ փուլում հարաբերությունները արդեն այնքան լարված էին, որ կոնֆլիկտը գրեթե անխուսափելի էր։ Իրավապահների տեղեկատվության համաձայն երկու կողմերն էլ հետխորհրդային տարիներին ձեռք էին բերել ազդեցության շրջանակներ, համախոհների խմբեր, որոնք գործում էին իրենց պաշտպանվածության եւ վերահսկողության գոտիներում։ Այդ խմբերն էլ ավելի խորացրին հակամարտությունը, քանի որ յուրաքանչյուր գործողություն կրում էր պատասխան արձագանքի սպառնալիքը։ 2022 թվականին տեղի ունեցավ հերթական հայտնի միջադեպը, որը լրատվամիջոցներում լայն արձագանք գտավ։ Սկզբում միջադեպը տեղի ունեցավ դատարանի բակում, որտեղ Ֆազը Սերգեյ Գրիգորյանը բաց կոնֆլիկտ ունեցավ Ռուստամ Ստեփանյանի հետ։ Կատարեց ծեսկռտուք եւ իրավապահները ստիպված եղան միջամտել։ Այդ դեպքը ցույց տվեց, թե ինչպես տարիների ընթացքում կուտակված լարվածությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այդ իրադարձություններից հետո Ֆազի եւ Չաղ Ռուստամի հակամարտությունը դարձավ ավելի վտանգավոր եւ կանխատեսելի։ Իրավապահները փաստում են, որ այդ փուլում կողմերը գործել են համախոհների միջոցով, որպիսի վերահսկեն իրենց ազդեցության գոտիները եւ պատրաստ լինեն ցանկացած գործողության, նույնիսկ կյանքի սպառնացող։ Ֆազի սպանությունից մի քանի ամիս առաջ արդեն նկատվում էին առաջին նախանշանները, որ հակամարտությունը կարող էր հասնել իր վերստին ողբերգական ավարտին։ Բազմաթիվ միջադեպեր, վեճեր եւ բացահայտ սպառնալիքները ձևավորեցին այն նախապատմությունը, որը շուտով ավարտվեց անխուսափելիորեն։ 2024 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած սպանությունը իրավապահների գնահատմամբ հենց այդ նախապատմության տրամաբանության արդյունքն էր։ Այն ոչ միայն ավարտեց երկարատև հակամարտությունը, այլև բացեց նոր էջ քրեական հաշվեհարդարների եւ վենդետաների շարքում։ Ֆազի Սերգեյ Գրիգորյանի կյանքի հաջորդ փուլը կապված նրա անցյալ կապերի եւ ազդեցության հետ։ Իրավապահների տվյալներով նա տարիների ընթացքում ձևավորել էր ազդեցության լայն ցանց, որի միջոցով վերահսկում էր որոշակի տարածքներ եւ մարդկանց։
Ֆազի գործունեությունը տարածվում էր ոչ միայն փողոցային միջավայրում, այլև տարբեր փոխկապակցված խմբերի միջոցով, որոնք գործում էին նրա անունից կամ նրա վստահության շրջանակում։ Նրա անունը բազմիցս հայտնվել է դատական դեպքերի և հանցավոր վարույթների շրջանակում։ Հատկապես հիշատակվում է նրա մասնակցությունը 2022 թվականի դատարանի բակի միջադեպին, որտեղ տեղի ունեցավ ծեսկռտուք, բաց դաշտում և աչքի առաջ հասարակությանը։ Իրավապահները այդ միջադեպը դիտարկեցին որպես նախազգուշացում հնարավոր նոր հանցագործությունների համար։ Ֆազի մահը լուրջ արձագանք գտավ ոչ միայն քրեական միջավայրում, այլև հանրության շրջանում։ Նրան ճանաչում էին որպես ուժեղ, որոշակի ազդեցություն ունեցող անձ, և նրա բացակայությունը ստեղծեց նոր հավասարակշռություններ։ Ամբողջ մայրաքաղաքում սկսեցին քննարկումներ, ենթադրություններ և վարկածներ, որոնք առնչվում էին ոչ միայն նրա անցյալին, այլև հետագա հնարավոր միջադեպերին։ Իրավապահները վերահսկում են իրավիճակը, սակայն հանրության համար Ֆազի մահը դարձավ հարցերի սկիզբ. ինչքանով է սա ավարտը և որքանով հերթական կապը մի օղակ քրեական հաշվեհարդարների ընթացքում։ Ֆազի սպանությունից հետո իրավապահները կենտրոնացրեցին իրենց ուշադրությունը նրա հիմնական հակառակորդի վրա։ Առաջին հերթին ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռուստամ Ստեփանյանը, Չաղ Ռուստամ մականունով, ով երկար տարիներ պահպանում էր ազդեցությունը իր շրջաններում։ Իրավապահների գնահատմամբ Ռուստամը եղել է Ֆազի կյանքի կարևոր հակառակորդներից մեկը, և նրա անունը տարիներ շարունակ շրջանառվել է քրեական միջավայրերում որպես վեճերի և փոխհարաբերությունների մի կենտրոն։ Մամուլում և քրեական շրջանակներում սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ։ Ոմանք կապում էին այս սպանությունը Ռուստամի և Ֆազի միջև տարիներով կուտակված թշնամության հետ, մյուսները խոսում էին ընդլայնված վենդետայի հնարավորության մասին։ Իրավապահները վերահսկում են իրավիճակը, սակայն առկա են բազմաթիվ անհայտ և անբացահայտված հանգամանքներ։ Ֆազի մահը նաև մեծ ազդեցություն ունեցավ հանրության շրջանում։ Նրա անունը տարիներ շարունակ եղել է քրեական պատմությունների կենտրոնում, և նրա բացակայությունը ստեղծեց նոր հավասարակշռություններ, ինչպես նաև վերացվեց լուրջ նախազգուշացման մյուս կողմերի համար։ Ֆազի պատմությունը վկայում է, որ քրեական հեղինակությունները ոչ միայն իրենց ժամանակի ու ազդեցության մեջ են, այլև մշտապես կապված են հակասությունների, վենդետաների և ուժային հաշվեհարդարների հետ։ Սերգեյ Գրիգորյանի Ֆազի մահը ոչ միայն ազդեց քրեական միջավայրի վրա, այլև բացահայտեց երկար տարիների կուտակված հակասությունները, որոնց հետևանքը հաճախ մահվան է հանգեցնում։ Այս դեպքը հիշեցնում է, որ ուժի և հանցագործության աշխարհում յուրաքանչյուր գործողություն, նույնիսկ փոքր, կարող է ունենալ զանգվածային հետևանքներ։ Ֆազի կյանքը և մահը դարձան նախազգուշացում քրեական աշխարհի նրբություններում, որտեղ հավասարակշռությունը կարող է ընդամենը մեկ կրակոցով խախտվել։ Սերգեյ Գրիգորյանի կյանքը և սպանությունը կմնա հիշատակված որպես օրինակ, թե ինչպես տարիների ընթացքում կուտակված հակասությունները և անկառավարելի հակամարտությունները կարող են հանգեցնել անկանխատեսելի և ողբերգական ավարտի։ Ֆազի պատմությունը իր ազդեցությամբ, հակամարտություններով և վերջնական վճռով այսօր արդեն մաս է կազմել քրեական Հայաստանի պատմությանը, հիշեցնելով, որ հանցագործության և իշխանության աշխարհում յուրաքանչյուրը հաշվետու է իր գործողությունների համար։ Իսկ ճակատագիրը երբեմն որոշում է միայն մեկ պահի, մեկ կրակոցի միջոցով։